Կրակոցներ, պայթյուններ, այրված դրոշներ և փակ փողոցներ։ Իրանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից։ Անկարգություններ են գրանցվել երկրի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մաշհադում։ Ալիք օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը մեծ զրույցում նշել է, որ այս պահին երկրում անջատված է ինտերնետը, պետական լրատվամիջոցները չեն հեռարձակվում, իսկ լրահոսը չափազանց միակողմանի է և գալիս է միայն արևմտյան աղբյուրներից։ Երեք պիկն է եղել այս ցույցերի պիկներ ու իսկապես ճգնաժամային օր Իրանի համար 3 գիշերը ներկայությամբ արդեն գրել եմ ու շարունակվում է պետական լրատվամիջոցներին հասանելիություն չկա, ինտերնետը ամբողջովին անջատված է, լրահոսը չափազանց միակողմանի է եւ գալիս է միայն արևմտյան աղբյուրներից եւ դրանք բնականաբար, եթե մի բան էլ տեղի ունենում, խիստ ուռճացված եւ չափազանցված է ներկայացնում, բայց փաստը, որ 3 ամենաճգնաժամային գիշերն է եղել եւ երբեմն թեկուզ վերահսկողությունից դուրս են եկել որոշ ցույցեր,